Որպես ժառանգություն համարվում է 5-րդ դարից մնացած Մայրաթորի գերատան մատենադարանի այսպես ժառանգը, հա, մատենադարանը մեր։ Ինչ ասեմ ձեզ, հայրենակցի մեր մեծ նշանավոր պատմիչներից Ղազար Փարպետը նշանավորներից եւ ժամանակակցական հաջորդականությամբ մոտավորապես 4-րդ պատմիչներ Ագաթան Գևորգ, Գոյուն, Ուզան, Արտոցի գործունեության մասին, որ ինքը դեր է ունեցել Էջմիածնի եկեղեցում։ Չի, այն հայտնի է, որ Վահան Մամիկոնյանի դասընկերը լինելով բնականաբար վայելել է Վահան Մամիկոնյանի սերն ու հարգանքը, այսինքն եթե այդ ուսումնառության ժամանակ ինքը աննշան մեկը լիներ, բնականաբար Վահան Մամիկոնյանը այսքան մեծ պատվի չէր արժանացնում, թեկուզ իր ծագումը ու իր գործունեության ոլորտը ազդելու են իր գրչի վրա։ Հա, տեսեք, Եղիշեն պատմությունը նկարագրելիս ավելի մանրամասնորեն ներկայացնում Մամիկոնյանների։ Աշխարհացույց կրթական հարթակի շնորհիվ հնարավորություն ունեցանք իրականացնելու նախագծային աշխատանք պատմություն կերտող անհատը քարտեզագրելով Ղազար Փարպեցի անցած ուղին թեմայով։ Լինելով Փարպեցի, այսօր մենք հպարտությամբ կներկայացնենք Ղազար Փարպեցուն եւ նրա անցած ուղին։ Մեր նախագծի հիմնական նպատակն է ուսումնասիրել պատմությունը կերտող անհատի Ղազար Փարպեցու կյանքի եւ գործունեության հիմնական հանգրվանները։ Քարտեզագրել նրա անցած ուղին եւ ստեղծել նրա ծննդավայր Փարպի գյուղի մակետը, որպեսզի ավելի պատկերավոր ծանոթանանք նրա թողած ժառանգությանը։ Նախագծի վերջում մենք ներկայացրել ենք նրա անցած ուղին, քարտեզագրել ենք նրա հանգրվանները, ինչպես նաև ստեղծել ենք մակետ, որտեղ կծանոթանանք Փարպեցու կյանքի եւ գործունեության հիմնական կանգառներին իր իսկ հայրենի գյուղում։ Դե ինչ, այժմ եկեք ծանոթանանք մեր այսքան տանջանքներից հետո ստեղծված նախագծի արդյունքում ունեցած մակետին։ Ղազար Փարպեցին ծնվել է Փարպի գյուղում։ Փարպին Արագածի լեռան լանջին գտնվող գյուղ է։ Այն գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա դեպի աշտարակից։ Այնտեղով հոսում է Շահվերդ գետը։ Գյուղը դարերից եկող պատմություն ունի։ Սա Փարպեցու պուրակն է։ Այն հանգստի և հիշողության մի անկյուն է, որտեղ կարելի է զգալ Փարպեցու հոգևոր ներկայությունը։ Հենց այստեղ նրա գյուղում էլ գտնվում է նրա արձանը։ Արձանի հարևանությամբ գտնվում է Ղազար Փարպեցու փողոցը։ Այն պարզապես ճանապարհ չէ, այն նրա հիշատակը հավերժացնող մի ուղի է։ Եվ հենց այդ ճանապարհն է տանում դեպի Սուրբ Թարգմանչած եկեղեցի։ Եկեղեցին ունի 6-ից 7-րդ դարերի պատմություն։ Ըստ մեր համագյուղացի Ռաֆայել Փիլիպոսյանի գրքի Ղազար Փարպեցին թարգմանական աշխատանքների մի մասն է կազմել հենց Սուրբ Թարգմանչած եկեղեցում։ Այդ թարգմանությունների պատմագիրը երևում է մեր համագյուղացի Արոյի Գրիշի գրած բանաստեղծության մեջ։ Սա Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցն է, որտեղ հիմա գտնվում ենք նաև մենք։ Ղազար Փարպեցու դպրոցը ստեղծվել է դեռևս 1968 թվականից 1969 թվականներին։ Դպրոցը շարունակում է Ղազար Փարպեցու ժառանգությունը, կրթելով ու դաստիարակելով նոր սերունդներ։ Փարպին կարծես թանգարան լինի, բայց երկնքի տակ։ Այստեղ են գտնվում բազմաթիվ եկեղեցիներ, թարգմանիչը, Սուրբ Գրիգորը, Ծիրանավորը, Սուրբ Գևորգը եւ այլն։ Դրանք մեր տարերի խորքից եկող պատմության եւ հավատքի քարե վկաներն են։